շատ ծավալուն աշխատանք է տարվում։ Ծառայության ներկայանալուց հետո մենք ամբողջ օդաչուական անձնակազմով դուրս ենք գալի ինքնաթիռների մոտ ու ինչ որ պետք է անենք երկնքում, նույնը անում ենք ինքնաթիռների մեջ։ Ռազմական ավիացիան էականորեն տարբերվում է զինված ուժերի մյուս զորատեսակներից՝ բնույթով, գործողությունների առանձնահատկություններով, հնարավոր ռիսկերով։ Իրավիճակները օդում են փոխվում ու պետք է կարողանաս կատարել հստակ որոշում, իսկ որոշումը պետք է լինի արդյունավետ։ Ու այդ ամեն ինչը օդում մեծ արագությունների տակ։ Իրավիճակն ու դրա գնահատումը այլ է ցամաքում, գետնի վրա, տրամագծորեն այլ է օդում, երկնքում։ Մեծ արագությամբ սլացող հսկային ղեկավարելիս ժամանակի չափումները նույնպես նույնը չեն։ Եթե ցամաքային զորքերը ինչ-որ գործողություն կատարում են ժամերի ընթացքում, ռազմական ավիացիան կարող է նույն խնդիրը կատարել հաշվված րոպեների ընթացքում բարձր ճշգրտությամբ։ Ավիացիային փոխգործակցությունն անփոխարինելի առաջնահերթություն է։ Կապը հրամանատարական կետի հետ, կենտրոնացումը առաջադրանքը կատարելիս, հավասարակշռությունը ցանկացած դժվարության հանդիպելիս։